Ավետարան ըստ Հովհաննեսի գլուխ 6: Այս է կամքը իմ հոր, որ ինձ ուղարկեց, բոլոր նրանք, ում հայրն ինձ տվել է, նրանցից ոչ մեկին չկորցնեմ, այլ վերջին օրը հարություն առնել տամ նրանց։ Այս է իմ հոր կամքը, ամեն ոք, ով տեսնի որդուն և հավատա նրան, ունենա հավիտենական կյանք, և ես նրան վերջին օրը հարություն առնել տամ։ Հրեաները տրտնջում էին նրանից, որովհետև ասել էր. ես եմ երկնքից իջած հացը, և ասում էին. սա Հիսուսը չէ՞ Հովսեփի որդին, որի հորն ու մորը մենք ճանաչում ենք, իսկ արդ ինչպես է ասում. ես երկնքից իջա։ Հիսուս պատասխանեց և ասաց նրանց. մի քրթմնջեք իրար մեջ, ոչ ոք չի կարող գալ դեպի ինձ, եթե նրան չձգի հայրը, որ ինձ ուղարկեց, և ես նրան վերջին օրը հարություն առնել կտամ։ Մարգարեների գրքերում գրված է. և ամենքը Աստծուց ուսած կլինեն։ Ամեն ոք, որ լսում է հորից և ուսանում է, գալիս է դեպի ինձ։ Սակայն ոչ ոք հորը չի տեսել, այլ միայն նա, որ Աստծուց է, նա է տեսել հորը։ Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ով հավատում է, ունենում է հավիտենական կյանքը։ Ես եմ կենաց հացը։ Ձեր հայրերը անապատում մանանան կերան, սակայն մեռան։ Այս է երկնքից իջած հացը, որպեսզի ով որ սրանից ուտի, չմեռնի։ Ես եմ կենդանի հացը, որ երկնքից է իջած, թե մեկն այս հացից ուտի, հավիտենապես կապրի, և այն հացը, որ ես կտամ, իմ մարմինն է, որը ես կտամ, որպեսզի աշխարհը կյանք ունենա։ Հրեաները իրար հետ բուռն կերպով վիճում էին և ասում. սա ինչպես կարող է իր մարմինը մեզ տալ ուտելու։ Հիսուս նրանց ասաց. ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, եթե չուտեք մարդու որդու մարմինը և չըմպեք նրա արյունը, ձեր մեջ կյանք չեք ունենա։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, հավիտենական կյանք ունի, և ես նրան վերջին օրը հարություն առնել պիտի տամ, քանի որ իմ մարմինը ճշմարիտ կերակուր է և իմ արյունը ճշմարիտ ըմպելիք։ Ով ուտում է իմ մարմինը և ըմպում իմ արյունը, կբնակվի իմ մեջ, և ես նրա մեջ։ Ինչպես հայրը, որ ինձ ուղարկեց, ապրում է, ես էլ ապրում եմ հոր միջոցով, և ով ուտում է ինձ, նա էլ կապրի իմ միջոցով։ Այս է հացը, որ երկնքից է իջած, ոչ այնպես, ինչպես մանանան, որ ձեր հայրերը կերան և մեռան։ Ով այս հացն ուտում է, կապրի հավիտյան։ Նա այս բաներն ասաց Կափառնայումի մեջ ժողովարանում ուսուցանելիս։ Եվ աշակերտներից շատերը, երբ լսեցին, ասացին. խիստ է այդ խոսքը, ով կարող է այն լսել։ Հիսուս, երբ ինքն իրենից իմացավ, որ իր աշակերտները դրա համար տրտնջում են, նրանց ասաց. այդ ձեր գայթակղեցնո՞ւմ է։ Իսկ արդ եթե տեսնեք մարդու որդուն բարձրանալիս այնտեղ, ուր առաջ էր։ Հոգին է կենդանարար, մարմինը ոչ մի բան չի կարող անել։ Այն խոսքը, որ ես ձեզ ասացի, հոգի է և կյանք։ Բայց ձեր մեջ կան ոմանք, որ չեն հավատում։ Քանի որ Հիսուս սկզբից գիտեր, թե ովքեր են նրանք, որ չեն հավատում, և ով է նա, որ մատնելու է իրեն, ասաց. դրա համար ձեզ ասացի, թե ոչ ոք չի կարող գալ ինձ մոտ, եթե այդ իմ հորից տրված չէ նրան։ Դրա վրա նրա աշակերտներից շատերը հետ քաշվեցին և այլևս նրա հետ չէին շրջում։ Հիսուս 12 աշակերտներին ասաց. միթե դուք էլ ուզում եք գնալ։ Սիմոն Պետրոսը նրան պատասխանեց. Տեր, ո՞ւմ մոտ պիտի գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես, և մենք հավատացինք և ճանաչեցինք, որ դու ես Քրիստոսը, Աստծու Որդին։ Հիսուս նրանց պատասխանեց. չէ՞ որ ես եմ ընտրել ձեզ 12-իդ, և ձեզանից մեկը սատանա է։ Նա խոսում էր Իսկարիովտացու Սիմոնի որդու Հուդայի մասին, որովհետև հենց նա էր մատնելու նրան և 12-ից մեկն էր։